Երեկ հունվարի 16-ին Երևանում Շինարարներ փողոցում տեղի ունեցավ իրադարձություն, որը լայն հանրային ուշադրություն գրավեց։ Պարեկները տեղափոխեցին երկու ավտոմեքենա՝ Toyota Land Cruiser 23 AA001 համարանիշով և Mitsubishi Pajero 23 ZZ001 համարանիշով հատուկ պահպանվող տարածք։ Մեքենաներից մեկի ուղևորը եղել է Արտյոմ Կանևսկոյը, ով հանրության շրջանում հայտնի է որպես քրեական հեղինակություն։ Նրա եղբայրը Արմեն Կանևսկոյը համարվել է օրենքով գող և մահացել է տարիներ առաջ, սակայն իր ազդեցությունը շարունակվում է զգացվել Արտյոմի միջոցով։ Միջադեպը կրկին ընդգծեց քրեական ազդեցության, ընտանիքի ժառանգության և իրավապահ մարմինների գործունեության հարցերը։ Իրավապահները դիտարկում են դեպքը օրենքի կիրառման և հանրային անվտանգության տեսանկյունից, հետևելով այն հանգամանքին, որ հանրության ուշադրության կենտրոնում հայտնված անձը արդեն երկար տարիներ եղել է քրեական ազդեցության օբյեկտ։ Շինարարներ փողոցից տեղափոխված մեքենաները դարձան հանրային քննարկման առարկա, քանի որ նրանց հետ առնչված անձը համարվում է հանրահայտ քրեական հեղինակություն։ Վարույթ է հարուցվել պարզելու համար մեքենաների իրական սեփականատերերը և վարորդները, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք կարող են առնչվել օրենքի խախտումների հետ։ Իրավապահներն ընդգծում են, որ գործողությունները կատարվել են օրենքի շրջանակներում և հետաքննությունը ընդգրկում է բոլոր հնարավոր հանգամանքները ապահովելու հանրության վստահությունը։ Միջադեպը ցույց է տալիս, թե ինչպես ցանկացած գործողություն, նույնիսկ տեխնիկական, կարող է լայն արձագանք գտնել, երբ առնչվում է հանրային ուշադրության կենտրոնում գտնվող անձի հետ։ Մեքենաների տեղափոխումը կրկին ընդգծեց, որ Արտյոմ Կանևսկոյի ներկայությունը և նրա եղբոր Արմենի նախկին գործունեությունը շարունակում են ձևավորել հանրային ընկալումը և հետաքրքրությունը քրեական ազդեցության նկատմամբ, ինչը նկատելի է լրատվական դաշտում և սոցիալական ցանցերում։ Արտյոմ Կանևսկոյը վերահսկում է որոշ տարածքներ և գործընթացներ, որոնք համարվում են քրեական ազդեցության ոլորտում։ Նրա գործունեությունը ներառում է անվտանգության վերահսկում, որոշ գործողությունների հսկողություն, ինչպես նաև կապերի օգտագործում այլ ազդեցիկ անձանց և խմբերի հետ։ Հանրության համար Արտյոմը դիտարկվում է որպես ուժեղ և ազդեցիկ գործիչ, որի գործողությունները մշտապես հետևում են իրավապահները և լրատվամիջոցները։ Նրա եղբոր Արմենի հիշատակելով հասարակությունը գնահատում է քրեական ազդեցության շարունակականությունը և ներկայիս գործառույթների կարևորությունը։ Մինչ հասարակությունը քննարկում է նրա գործողությունները, իրավապահ մարմինները շարունակում են ուսումնասիրել բոլոր հնարավոր կապերը, գործընթացները և հանգամանքները, որոնք կարող են ուղղակի կամ անուղղակի առնչվել քրեական ազդեցությանը։ Արմեն Կանևսկոյը համարվել է օրենքով գող և տարիներ շարունակ ունեցել է բարձր դիր քրեական հիերարխիայում։ Նրա գործողությունները թողել են ազդեցություն, որը շարունակվում է Արտյոմի միջոցով։ Նրա մահից հետո Արտյոմը շարունակում է ղեկավարել որոշ գործառույթներ և տարածքներ, որոնք նախկինում վերահսկվել էին Արմենի կողմից։ Հասարակությունը հաճախ համեմատում է եղբայրների գործունեությունը և քննարկում, թե ինչպես է քրեական ազդեցությունը փոխանցվել տարիների ընթացքում։ Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում են եղբայրների գործունեությունը, Արտյոմի ներկայիս գործողությունները և ընտանիքի քրեական անցյալը։ Հանրային քննարկումները ընդգծում են այն հետաքրքրությունը, որ այս ազգանունը պահպանում է տարիների ընթացքում, ինչպես նաև այն ազդեցությունը, որն ունեն հարազատների գործողությունները հասարակության ընկալման համար։ Միջադեպը առաջացրել է լայն հանրային քննարկումներ, սոցիալական ցանցերում հիշատակվում են Արտյոմի գործողությունները, նրա եղբոր անցյալը և քրեական ազդեցությունը։ Հանրության մի մասը նշում է, որ ազդեցությունը փոխանցվում է տարիների ընթացքում, մյուսները ընդգծում են, որ յուրաքանչյուր դեպք պետք է դիտարկել առանձին օրենքի շրջանակներում։ Լրատվամիջոցները ներկայացնում են միայն փաստերը, զերծ մնալով սենսացիոն մեկնաբանություններից, իսկ իրավապահները կոչ են անում սպասել պաշտոնական տեղեկություններին, պահպանելով օրենքի գերակայությունը։ Այս պատկերը ցույց է տալիս, որ նույնիսկ տարիներ անց, երբ օրենքով գող համարվող ընտանիքի անդամը այլևս չի գործում, նրա անունը շարունակում է հանրության և լրատվական դաշտի ուշադրության կենտրոնում մնալ։ Վարույթը առնչվում է ինչպես ավտոմեքենաների սեփականատերերին, այնպես էլ վարորդներին և նրանց կապերին։ Իրավապահները մանրակրկիտ ուսումնասիրում են բոլոր հանգամանքները, ապահովելու համար հանրության անվտանգության և օրենքի գերակայությունը։ Ոստիկանությունը վերահսկում է դեպքի բոլոր առնչվող կողմերը, կանխելու համար նոր հնարավոր իրավախախտումներ։ Իրավապահները հետախուզում են նաև Արտյոմ Կանևսկոյին հնարավոր հարակից անձանց։ Նրանց գործողությունները ուղղված են բացահայտելու հնարավոր կապերը նախկին քրեական ազդեցությունների և Արմեն Կանևսկոյի ժառանգության հետ։ Հասարակությունը և լրատվամիջոցները հետաքրքրված են զարգացումներով, սպասելով պաշտոնական արդյունքներին և հաղորդագրություններին իրավապահ մարմիններից։ Արտյոմ Կանևսկոյը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում՝ իր եղբոր Արմենի ժառանգությունը պահպանելով։
Նրա գործողությունները գնահատվում են ոչ միայն քրեական շրջանակներում, այլև հասարակության կողմից, որն ուշադիր հետևում է հանրային անվտանգության հետ կապված բոլոր զարգացումներին։ Հասարակության շրջանում քննարկվում է, թե ինչպես է տարիների ընթացքում փոխանցվել ազդեցությունը և ինչպես է դա տեսանելի ներկայիս իրադարձություններում։ Եզրափակելով այս միջադեպը վառ կերպով ցույց է տալիս, թե ինչպես է ներկայիս և անցյալի գործողությունները ազդում հանրային ընկալման վրա, ինչպեսն և ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ քրեական անցյալը և դրա շարունակությունը։ Արտյոմ Կանևսկոյը իր եղբոր Արմենի անցյալի ժառանգությունը պահպանելով շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Նրա գործողությունները ոչ միայն դիտարկվում են իրավապահների կողմից, այլև մեծ հետաքրքրություն են առաջացնում լրատվական դաշտում և սոցիալական ցանցերում։ Հասարակությունը հետևում է այս դեպքին, փորձելով հասկանալ, թե ինչպես է տարիների ընթացքում փոխանցվել ազդեցությունը և ինչ ազդեցություն ունի այն ներկայիս իրադարձությունների վրա։ Հեռանկարը ցույց է տալիս, որ քրեական անցյալը չի մոռացվում, իսկ դրա ժառանգությունը կարող է երկար ժամանակ մնալ գործողությունների հիմքում։ Իրավապահների աշխատանքը այս իրավիճակում կարևոր է ապահովելու օրենքի գերակայությունը, հանրային անվտանգությունը և վստահությունը։ Ավելի լայն մասշտաբով միջադեպը հիշեցնում է, որ օրենքը և քրեական ազդեցությունը հաճախ շարունակվում են ուղեկցվել հանրությանը, իսկ իրավապահները պետք է անընդհատ լինեն պատրաստ կանխելու հնարավոր նոր խախտումները։ Այս դեպքն էլ ընդգծում է լրատվամիջոցների և հասարակության դերը, փաստերի հանդեպ ուշադիր լինելու և բացառապես վստահելի աղբյուրների վրա հիմնվելու մեջ։ Հանրությունը պետք է տեղեկացված լինի, սակայն չփորձի դատել առանց փաստերի։ Քանի որ իրավապահների հետաքննությունը շարունակվում է և նոր բացահայտումներ կարող են փոխել ամբողջ պատկերը։ Եզրափակելով կարելի է ասել, որ Արտյոմ Կանևսկոյը և նրա եղբոր ժառանգությունը ցույց են տալիս, թե ինչպես է անցյալը ազդում ներկայի վրա, ինչպես են պահպանվում ազդեցության շղթաները և ինչ դեր ունեն իրավապահները և լրատվամիջոցները հասարակության պաշտպանվածության և վստահության ապահովման գործում։ Այս միջադեպը նաև հիշեցնում է, որ հանրության աչքում ցանկացած գործողություն հետաքրքրություն ունի և յուրաքանչյուր բացահայտում հստակորեն վերահսկվում է իրավապահների կողմից օրենքի շրջանակներում։ Եթե ցանկանում եք ստանալ բոլոր ամենահավաստի ու ուշագրավ լուրային հաղորդումները, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին և սեղմել զանգակի վրա, որպեսզի ոչ մի նորություն չմնա ձեր ուշադրությունից դուրս։ Երևանի Շինարարների փողոցում իրականացված գործողությունը իրավապահների հերթական տեխնիկական միջամտությունը չէր։ Այն անմիջապես հետաքրքրություն առաջացրեց ոչ միայն ավտոմեքենաների համարանիշների, այլ նաև այնտեղ առնչվող անձանց պատճառով։ Խոսքը վերաբերվում է երկու ամենագնացների, որոնք տարվել են հատուկ պահպանվող տարածք։ Միջադեպի առնչությունը այն է, որ դեպքի շրջանակում առնչվում է Արտյոմ Կանևսկոյի անունը, անձ, որը քրեական միջավայրում հայտնի է և կապվում է նախկինում օրենքով գող համարվող Արմեն Կանևսկոյի հետ։ Վերջինս մահացել է տարիներ առաջ, սակայն նրա անունը մինչ այսօր շարունակվում է հիշատակվել տարբեր քրեական պատմությունների համատեքստում։ Այս փուլում իրավապահները պաշտոնապես չեն ներկայացրել մանրամասներ, սակայն հաստատվում է, որ դեպքի առթիվ վարույթ կա և ընթանում է ավտոմեքենաների սեփականության, դրանց շահագործման, ինչպես նաև դեպքի պահին մեքենաներում գտնվող անձանց հանգամանքների պարզումը։ Գործողությունները շարունակվում են, իսկ հանրությանը հասանելի տեղեկությունը սահմանափակ է։